Բարև ժողովուրդ ջան, հույսով եմ լավ եք, ուզում եմ դիմել այս տեսանյութով Շիրակի մարզի մարզպետին եւ էկոնոմիկայի նախարարին, պարոն Գևորգ Բաբայանին, բայց մինչեւ դիմելս երկու ֆիգուրք եք տեղադրված, կարմիր եւ կանաչ։ Կխնդրեմ գրեք ձեր կարծիքները, թե ինչու մարեմ ես դա տեղադրել, երկու բառով կանդրադառնամ նախկին տեսանյութից, որտեղ որ նախարարների նկարներն էր տրված եւ խնդրել էի ձեզ մեկնաբանել, թե ում աշխատանքից եք կողմ։ Ես ասեմ ինչու ցեմ քո այսօրվա պահին, ունեն շատ թերություններ, ունեն լավ եւ վատ կողմեր, բայց ամենակարևոր բանն որ կա, այսօր նախարարները հասանելի են բոլորիս համար։ Չգիտեմ ում ինչպես, բայց ես որ նախարարին երբ դիմել եմ, ինչ հարցով դիմել եմ, շատ արագ կերպով ստացել եմ պատասխան, հարցի լուծման ճանապարհ, то есть այս կողմից ես չեմ կարող բողոքվել նախարարների աշխատանքից։ Հիմա այս տեսանյութի մեջ տեղադրված են երկու ֆիգուրաներ, կարմիր եւ կանաչ, սա ինչ է։ Երեքը մեկով տվեցին, որ սա խանութների տարագները պետք է լինեն կարմիր եւ կանաչ, որը ցույց կտա մեզի կատնամտերքի բնական լինելը կամ ինչ-որ արհեստական ճանապարհով ստացած։ То есть բնականը դա կանաչն է, արհեստականը կամ արհեստական հումք օգտագործել դեպքում դա կարմիրն է։ Հիմա խնդիրն ինչումն է, քանի որ մարզերը այն վիճակին չեն եւ մարզերի խանութները շատ փոքր են, այս խնդիրին դառնար պարոն Արուշանյան Դավիթը եւ պետք է հակադարձեր եւ օրենքի մեջ ինչ-որ փոփոխություններ բերեին։ Քանի որ յուրաքանչյուր օրենք մինչեւ հաստատվել է, մինչեւ ընդունվել է, պարտադիր մարզպետների հետ կքննարկվի, որպեսզի մարզերում իմանան։ Հիմա պարոն Բաբոյան, խնդրանքս է Շիրակի մարզի եւ բոլոր մարզերի խանութները շատ փոքր են եւ նրանց սառնարաններն այնքան փոքր են, ոչ տարակներ ունեն, ոչ բան, մի կերպ տեղադրեն, իրանք հազի որվա հարց կվաստակեն եւ տարանջատել կարմիր ու կանաչ իրանց համար շատ բարդ է լինելու, իսկ տուգանողները չեն նայելու փոքր է թե մենձ խանութը տուգանելու են, տուգանելու են, գնալու են։ Ես կխնդրեմ ձեզ առ ժամանակ այս օրենքը, քանի թե չեք հրաբարակի, մի հրաբարակ, մի փոքր փոփոխություն արեք, կարող եք ժամանակ տալ եւ արտադրողին ասել, որպեսզի պիտակավորը, то есть իրանց էտիկետքի վրա կլոր թող կարմիր կանաչ ինչ որ սվետաֆորի նման բան նկարեն։ Ճիշտ ճանապարհը սա է, որովհետեւ 1000 մի դեպք այսօր մի խանութի տեր խնդրեց, որ Արտուշ ջան, Apple-ին դրածը կուկա վերցնեք, կողքի գտնե, դեպի տեսուչը մտնի տուգանե գացենք։ Այստեղ մենք բացել ենք մի հատ ռիսկ, որով կարող է վաղը բոլորին տուգանեն անխնա, եւ սա շատ վատ է։ Որ կարելի ավելի, ես օրինակ ծանոթ եմ Ռուսաստանի փորձին, այնտեղ էտիկետքի վրա հենց խփեցին, իսկ խանութները իրանք անձամբ էին, то есть խանութի ինքնուրույն որոշումն է տեղապայթ, то есть полки առանձնացնել